Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Մենք ամեն չորեքշաբթի եւ կիրակի օր ձեր համար սիրով պատրաստում ենք սերտողություններ հին եւ նոր կտակարանից։ Ամեն չորեքշաբթի ուսումնասիրություն ենք կատարում առակների գրքից եւ կիրակի օրերն էլ նոր կտակարանից եւ նույնիսկ կարող է լինել, որ նոր կտակարանի գրքերը ավարտելուց հետո կանցնենք հին կտակարանը ուսումնասիրելու նաեւ։ Հարգելիներս, մեր առաքելությունն է, եթե ծանոթ չեք մեզ, որ սովորեցնենք Աստծո խոսքը եւ աշակերտենք Աստծո խոսքով։ Շատ པարզ առաքելություն է Աստված մեզ տվել եւ մենք հետևում ենք այս առաքելությունը, որովհետեւ իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, երկյուղն է եւ պարզապես մենք խնդրում ենք, որ յուրաքանչյուրը, ովքեր որ դիտում են կամ իրենց համարում են որպես հավատացյալ, հետևեն Աստծո խոսքը, կարդան Աստծո խոսքը, որտեղ ուղղությունը եւ իմաստությունը եւ փրկության լուրը եւ ավետարանը եւ ամեն ինչը գրված է Աստվածաշունչի մեջ։ Եվ մենք որպես քրիստոնյաներ հարկավոր է, որ Տիրոջ խոսքը կարդանք եւ զորանանք ու աշակերտվենք Աստծո խոսքով։ Ուրեմն այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք լինելու ենք առակների գրքի մեջ 14-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Վերնագիրն է Ուղղամիտը Տիրոջ զավակն է։ Ուրեմն հարգելիներս, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ կա առողջ մտածելակերպ եւ կա քայքայված մտածելակերպ։ Աստծո զավակը ունի Սուրբ Հոգին, ու քանի որ Աստված վերստին ծնվածների մեջ է բնակվում, նրանք որ վերափոխված են, նրանց մոտ առողջ մտածելակերպ կա Աստծո։ Եկեք անցնենք սերտողությանը, բայց նախքան սկսելը եկեք աղոթենք ու անցնենք Տիրոջ խոսքին։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ եւ մեծ պատվական անունով, աղոթում ենք Տեր, որ դու մեզ առաջնորդես եւ զորացնես այսօրվա սերտողությանը եւ օգնես Տեր, որ մենք բոլորս աշակերտվենք ու դաստիարակվենք մենք Աստծո խոսքով։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ այսօրվա սերտողությունը միմիայն թո Սուրբ Հոգին մեզ առաջնորդի եւ դասավանդի, սովորեցնի մեզ եւ աղոթում ենք այս ամենը Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Եկեք կարդանք ուրեմն 5-րդ համարը, գրած է հավատարիմ վկան, կներեք 4-րդ համարը, արջար չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։ Հարգելիներս, Աստծո խոսքը այս համարով մեզ սովորեցնում է հետևյալը։ Ուրեմն առաջի հերթին, եթե կա մի անձնավորություն, որ մտածում է ավելորդ գործ չստեղծի իր համար, այսպիսի մարդն է, որ ասում է ավելավա գոմը մաքուր լինի, քան թե կեղտոտ, բայց չի հասկանում, որ գոմը մաքուր լինելու դեպքում նշանակում է կենդանին չի լինելու։ Եթե կենդանին չի լինելու, բա ով է գործը անելու։ Ուրեմն եթե մենք մտածում ենք ավելորդ գործ մեր համար չստեղծենք, իրականում ոչ մի գործ չենք անում եւ վնաս է հասնում մեզ։ Պարզապես խոսքը ծույլ մարդու մասին է, որ ավելորդ ոնց որ քայլ չի ուզում նա կատարի։ Եվ քանի որ ավելորդ քայլ չի ուզում կատարի, նրա համար մեծ անեծք է դա դառնում, որովհետև ինքն իր հացի փողը, այսպես ասած, չի կարող հայթայթել, չաշխատես, չես ուտի, պարզ գաղափար է դա։ Աստծո խոսքն է մեզ սովորեցնում։ Եվ նաև ասեմ, որ եթե ճիշտ պատրաստությունը չունենանք, չենք կարող հաջողել, կձախողենք պարզապես։ Եթե չլինի միջոցը, գործիքը կամ առաջի հերթին կամքը, հետո նոր մնացած այն ինչ որ պետք է, պարզապես գործի արդյունքը չի լինի։ Եթե չլինի կամքը աշխատանքի, չլինի քայլերը, որոնք մեզ տանում են դեպի գնելու ենթադրենք այդ կենդանին, պայմաններ ստեղծենք, որ այդ կենդանուն պահենք, խնամք տանք եւ օգտագործենք գործի համար։ Եվ գործը կատարելուց հետո արդյունքը ինչն է, պտուղն է, որ կստանանք հողը վարելուց։ Եվ այս օրինակով Տերը մեզ ասում է, որ ամեն ինչը իր քայլերն ունի, ամեն ինչը հարկավոր է նախ
կամք ու ցանկություն ունենալ ու մնացած աշխատանքը պետք է անել, հարկավոր է եւ չմտածենք, որ այսինչ կամ այնինչ բանը չարժի անել, որտեվ ավելնորդ գործ է, որ հետևանքը կամ արդյունքը այս դեպքում ոչ թե հետևանքը, արդյունքը ավելի մեծ օգուտ է։ Ուրեմն իմաստուն մարդը չի մտածում, որ չանեմ էսի, որովհետև հավես չկա։ Իմաստուն մարդն ասում է, որ գործը մեր առջև է, անհրաժեշտ է եւ պետք է արվի։ Ու այստեղ պարզ ու պրակտիկ միտք է տալի։ Այսինքն արդարի եւ անարդարի մասին հոգեվոր առումով չի խոսում, այլ ավելի գործնական առումով։ Բայց նույնիսկ մենք կարող ենք հոգեվորի, այսինքն տեսակետից էլ նայել, քանի որ ամեն ինչը աշխատանք է, հոգեվոր գործերն էլ են աշխատանք, սերտողություն պատրաստելը, եկեղեցու մեջ ծառայություն անելը եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը գործ է, որ պետք է եւ հարկավոր է անել։ Իսկ եթե մտածում ենք ավելնորդ գործ մեր վրա չբերենք, բայց անտեսում ենք այն արդյունքները, որ բերելու է պտուղը, եթե մենք շարունակենք մեր ծառայության աշխատանքով։ Եկեք նայենք 5-րդ համարը, գրած է հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։ Հարգելիներս, տեսեք, ուրեմն երբ որ մենք ուսումնասիրում ենք այս համարը, տեսնում ենք, որ Աստծո խոսքը բացատրում է անաստված մարդու վարքագծի եւ բնավորության մասին։ Առաջերտին աստվածավախ ու ազնիվ ու արդար անձնավորությունը չի ստում, քանի որ եթե նա սուտ խոսի, Սուրբ Հոգին կհանդիմանի ու կդաստիարակի այդ անձնավորությունը, բայց նա ով Աստծունը չի, իրա մեղավոր էությամբ է շարժվում։ Սա փաստորեն մենք տեսնում ենք որ օրինակների մեջ։ Մենք տեսնում ենք սուտ վկայի օրինակը Հիսուս Քրիստոսի դեպքում, երբ որ նրան անարդար ձևերով, անարդար միջոցներով ձերբակալեցին եւ տարան դեպի կրոնավորական ղեկավարների առջև ու մենք հասկանում ենք, որ ավետարանի մեջ գրած է, որ սուտ վկայություններ էլ կատարեցին։ Փաստորեն նա ով վնաս է ուզում հասցնել, ուրիշի կյանքի մասին չմտածող անձնավորություն է եւ անաստված ու չար անձնավորություն է, իրա բերանից մենակ սուտ դուրս կգա եւ այդ ստով էլ վնաս կհասցնի։ Ու տեսեք, կյանքի եւ մահի հարց է այստեղ առաջանում։ Կարող է ամեն մի խոսքով, ամեն մի ստով եւ ամեն մի չար ցանկությամբ ուրիշի կյանքը ձեռքից խլել։ Ուրեմն եկեք մենք ուշադիր լինենք։ Նախ եւ առաջ ասեմ, որ հավատացյալի բերանում երբեք սուտ խոսքեր չպետք է լինեն։ Եվ սա շատ կարևոր է։ Եթե մենք չմտածենք մեր խոսքերի մասին, նախքան ասելը եւ ունենանք չար մտքեր ու չար նպատակներ, այդ վկայությունները սուտ եւ պիղծ եւ թեկուց, ասենք, բամբասանքը նույնիսկ, եթե դա էլ կարող ենք համարել սուտ վկայություն, որտեղ երբեմն խոսքը ճոխացվում է եւ այլ ձև է ներկայացվում։ Այս պահին սուտ վկայություն է լինում ինչ որ մի անձի վերաբերյալ։ Հետևաբար պետք է մեր խոսքերը մենք չափենք, ձևենք եւ մեր մեջ չլինի չար ցանկություն։ Տերը մեզ ինչ է ասում։ Ասում է աղավների պես պետք է մենք ազնիվ լինենք, բայց ասում է նաև պետք է մենք օծի պես խորագետ լինենք, մտածենք, ծանր մտածենք, չափենք, ձևենք, լսենք ավելի շատ, քան թե խոսենք։ Եվ երբեք առանց մտածելու, առանց այդ ֆիլտրի, այդ զտման երբեք մեր բերանից որևիցե բան չպետք է դուրս գա։ Հիմա եկեք ուսումնասիրենք վերջի համարը, 6-րդ համարը, գրած է ծաղր անողը իմաստություն է փնտրում եւ չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։ Լավ, ինչ է ուզում Տերը ասի։ Տգետ անձը, որ իր մեղքի մեջ է, նա նման է ճայիճի մեջ գտնվող անձնավորության։ Նա հոգևոր խնդիրների մեջ է պարզապես եւ օրեց օր շարունակվում է նա սուզվել այդ ճայիճի մեջ։
Նա նույնիսկ չի փնտրում, որ իր մտքի, այսինքն միտքը լուսավորվի, եւ իսկական վերածնունդը միայն Հիսուսով է։ Այսինքն հարգելիներս, այսպես ասեմ, բացատրեմ։ Երբ որ Տերն ասում է, որ ծաղր անողի իմաստությունը փնտրում չի գտնում, իսկապես այդ անձնավորությունը հետաքրքրված է իմաստությամբ, այդ անձնավորությունը հետաքրքրված է Տիրոջը ճանաչելու մեջ եւ ճիշտ ուղղության վրա գտնվելու, քանի որ նա իր անձը շատ ավելի բարձր է դասում եւ դրա համար ծաղր անող է նա համարվում։ Սրան նրան քննադատելով, ծաղր անելով, իր անձը բարձրացնելով, ուրիշներին ցածրացնելով, այսպիսի անձնավորություններ Տիրոջը չեն ներկայացնում։ Սա է կարևոր հասկանալ։ Իսկ երբ որ ասում է ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է, ողջամիտ մարդը Տիրոջ վրա հիմնված կենտրոնացած անձնավորություն է, Աստվածակենտրոն, Քրիստոսակենտրոն անձնավորություն, որի միտքը արդեն Հիսուս Քրիստոսն է։ Իսկ այդպիսի մարդը գիտություն ճարելը, գիտություն գտնելը դյուրին է, այո, որովհետև նա փնտրում է Աստծուց, խնդրում է Աստծուց եւ Աստված նրան տալիս է։ Ինչպես Սողոմոն թագավորը 5 կտակարանի մեջ, երբ որ Աստված նրան հարցրեց, ինչ կցանկանաս, նա ասաց իմաստություն, որ այս ժողովրդին ղեկավարեմ։ Ուրեմն, եթե փնտրես, կգտնես, բայց եթե չես փնտրում, ծաղրում ես, թեկուց ասես, ուզում եմ անել, բայց իսկապես ուզում ես անել, իսկապես ուզում ես փնտրել եւ գտնել։ Սա է հարցը։ Դրա համար հարգելիներս, ես բոլորին քաջալերում եմ, որ լուրջ մոտենան հավատքին։ Հավատքը ընդամենը կիրակի օրը եկեղեցի գնալով չի, մի ամբողջ կյանք է, մի ամբողջ գործ է։ Եվ այդ գործը կատարելու համար հարկավոր է նվիրվածություն։ Եվ տեսեք, մենք մեր ուժերով հիմնված չենք անում, մենք հիմնված ենք եւ ամբողջությամբ հաստատված ենք Հիսուս Քրիստոսի վրա։ Աղոթում եմ, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, մինչև նոր հանդիպում։ Ամեն։